ներկայացուցիչ Գերգոտ հայոց առաջնորդի Գերաբայցար հոգևորներ Գերաբանվելի համայնքաբեր հոգևոր հայրեր հարգելի սոցիալ-դեմոկրատ հնչակյան ուսակցության Ալեվի ղեկավար ընկերներ մշակութային, քաղաքական, բարեսիրական, գրթական, մարզական միություններում հարգարժան ներկայացուցիչներ, սիրելի ընկերներ և ընկերուհիներ, հարգելի ներկաներ։ Առաջին հերթին սրտակին շնորհակալություններ զգայտնեմ Ալեվի մեր ընկերներուն այս հրավերին համար և այս վստահության համար։ Այս բարեվադե հարիկ է անգամ ևս այցելելու պատմական Ալեվ քաղաք, որի փառահեղ շքեղ պատմության կողքին ականատեսն ու լուր վկա եղած է ազնու ոտորկալիս իրադարձությանց, հատերապեմը գադարի հագավարությանց, ռազման քաղաքական ցնցումներու և տարտապներու, բայց և այնպես մնացած կամքուն գարջած հույսին և հույսին խաղաղության ու սիրո կարոտ միշտ հավատես և գործունյալ հանուն համագեցության և հարորության։ Ալեվը կանդեսի վրա սոսկական քաղաք չէ։ Պատմության վաղ անցյալին ամուր հետ շփումները եղած են բազմակողմանի ու շահավետ։ Մշակութային են մինչև արևդրական հարաբերություններ, եկեղեցական են կյանք են մինչև գրթական ոլորտ։ Հայկական ցեղասպանության ժողովրդած բեկորներուն ոտնահետքերը դրոշմված են հոս։ Դարակիրներու գոյություն ունի 107 տարիների վեր անոնք մոմեններեն հարություն արած հայրենիքն է, որ հարավորեցին և անոնց արյունոտ հաղթեպիսակները գվարդանին այդ հայրենիքին։ Սակայն 107 տարիները չանցան մեծասահորեն, փափուկ բարձր չեղավ հայրենի ժողովրդի վիճակված ճակատագիրը, տասնամյակներու երկյանքին ալեգոզող թեփքերը աչեն ու ցախեն, հարվածները եղան անբագաս։ Հարաբանց օրերեն ավելի մակարունները եղան անբաժանելի։ Ահա 3 հանրապետություններ հաջորդեցին իրարու։ Ավելին ունեցան Արցախի հաղթանակ և Արցախի հանրապետություն։ Մենք վերջին տարիներուն ականատեսն ենք աշխարհաքաղաքական արմատական փոփոխություններ։ Գդրուկ դեպքերը գլխուգդույթ պատճառով արագությամբ կփոթորկեն աշխարհը։ Նոր հաշիվներ և նոր իրավիճակներ կգոյանան ողջ ու ողջ։ Այդ սիրելիներս հայությունը ևս իմ սինքը կտա նոր մարտահրավերներու դիմաց։ Արցախի հայատակումը կմնա մեր գոտազով պետը։ Արցախի հայության իրենց պատմական հայրենիք վերադարձը ոչ միայն ազգային առաջնահերթություն է, այլև մարդկային իրավանց հարց, անժամանցելի իրավունք։ Հայությունը իր ողջ կարողականությամբ, ներուժով և նվատակասրացությամբ բարգին նեցում կանգնի արցախահայության վերադարձին։ Սան ընդիր որդիները, հնչակյան կսան հեղափոխականները։ Հարկ հերոսներու անման հիշատակիր։ Հետաքրքրական այն է, որ Ցեղասպան Թալահակ-Փաշան անցան կհետևեր 28 շինծու դատավարության և անցան բսկեց անոնց գաղավարումին։ Մինչ այդ Վարամազ և իր ընկերներ Բայազիդի Փարսուկեն Մարգարեյանալով արևելքի հորիզոնի վրա կդանքշակեին ազատ ու անգավ Հայաստանը։ Ազատության երկնավոր Հայաստանը ստեղծելու համար մեղադրյալ հնչակյանները բնավ չէին պատկերացնել հայրենիքը զուտ հայոց համար։
այլ Հայաստան ու պիտի գոյացին տարբեր ազգեր, գրոններ և հասակարգեր։ Որովհետև անոնք ընկերվածականներ էին, հավատավոր գերային արտադրության հավանանքի, հավատավոր անխնդրական երկրի և վարչակարգի։ Ընկերվածականները քաղաքական ազատության հիմքը կհամարեն ազգային հարստության արդար պաշտումը, դասակարգային հավասարությունը, աշխատավոր ուժերում արդար արձակությունը, առանց սերի ու գրոնի տարբերությամբ։ Սակայն իրենց հրեվեն պատկաններով և ոգևեն զորությամբ հալիք սերունդներու մոտ պայքարի և վերածնուտի ունդերը ցանեցին։ Հանաստեղծին իսպարելով Բայազիդի պարտուկեն ես բավանմուց կտեսա արդարև մնչակյան կիսաներուն ստրանկը ճիշտ ընգալելու համար պետք է հիշ մի ետև երտար և գրգրել պատմության զարկերը։ Սուլտան Համիդի արյունարմիշտ քաղաքականությունը, Օսմանյան ուսումնքաշության ներծավալող մտածությունը, գաշարագերության բարակիչ ու համադարած երեկույթը, միջազգային արտաքին ուժերու ճնշումները Օսմանյան կայսրությունը դարձած էին դիվան մարդ։ Դժգոհության ալիքը կզավալեն և ազատագրական նգրդումները կորորեին բոլոր շրջանակները ներս։ Ընդհուպ թրկական և իհարկե հայկական։ Հակասուլտանական ահագնացող շարժումը առաջնորդեցին երևույթներ, որոնք այլ երևույթ քաղաքագին մարեգակիչներ էին, սակայն իրենց էության ավելի թունդ ու մոներանտ էր հետին ու թակուն նվադակներու հետամուտ։ Բնականաբար, հակասուլտանական պայքարի առաջամարտին և հանդուգն ուժերեն հնչակյաններ, բանակցություններ ունենան երիտասարդ տարերուներ և անմիջապես կնկատեն, որ անոնք սևաբաշտ և շարանենք են։ Ոչ միան նշմարեն, այլ և կարոշչական և քաղաքական պայքար կնունեն նոր էլուկներուդեմ, հաճախ բացահայտ և երբեմն ընդհատակյակերպով։ Այս հագարտությունը իր վարսագետին հասավ հնչակյան ուսակության Կոստանցիայի 7-րդ համասումարին 1913 սեպտեմբերին, ուր որոշվեցավ չեզոքացնել և ընդմիշտ վերացնել իդեհատի երավետությունը։ Մինչ այդ գային և գործին երկյալ իդեհատական հայեր։ Գային անոնցել սիրաբանողներ, ոմանք հմայված էին անոնց մեղրատատար ոսկերեն, վճարյաններ Ալմանի Պարամազի բեգավարության, հանցնարին նախեր և սատողցնել հացազող ծախողության մատնել հայկական սևաստանության սատայինյան ծրագիրը։